Այո, ուժեղացրեք Հայաստանը, շենացրեք Հայաստանը, թող մեր երկիրը դառնա ծաղկուն երկիր, որտեղ լավն ու բարին գնահատվեն, տաղանդավոր մարդիկ դառնան դրության տերը, ճանապարհ բացվի մեր նոր ու սքանչելի ծիրերի, մեր երիտասարդների համար, մեր ջահելները իրենց հայացքը չուղղեն արևմտյան երկրներին, չմտածեն Հայաստանից հեռանալու մասին, այլ այստեղ իրենց պահանջարկը լինի, իրենք աշխատեն իրենց երկրում ու շենացնեն մեր սրբազան հայրենիքը։ Սա մեր հաղորդաշարի գաղափարախոսությունն է, եւ ես վստահ եմ, անկեղծորեն հավատում եմ, որ շատ բարեկամներ ունեմ ձեր մեջ, սիրելի ընկերներ, ովքեր հենց այդպես էլ դատում են։ Ու քանի որ մենք խորին հարգանքով ենք վերաբերվում մեր անցյալին, ուզում եմ ձեզ ներկայացնել մի գիրք, որը լույս է տեսել 1972 թվականին։ Գիրքը հայկական, սովետական, սոցիալիստական հանրապետության կերպարվեստը այդ վերնագիրն է կրում եւ նվիրված է խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին։ Լույս է տեսել, կրկնում եմ, 70-ական թվականների սկզբին 1972-ին։ Երբ ես ձեռքս առա այս պատկերագիրքը, որտեղ ներկայացվում է հայ կերպարվեստը այն 50 տարիներին, որոնք նշված են այս գրքում, այսինքն 20 թվից սկսած մինչև 1970 թվականը, ես հանկարծ պարզ տեսա, ինչպես է երկիրը հզորանում։ Այո, դուք իրավացի եք, մշակույթով։ Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները առաջնահերթ ուշադրություն էին դարձնում մշակույթին, եւ մեկ էլ հանկարծ մեր տնտեսությունը ծաղկեց, իրար հետևից գործարաններ ծնվեցին, աշխատատեղեր բացվեցին, 70-80-ական թվականներին Հայաստանը աշխարհում երևացող երկիր էր, եւ թող ոչ ոք չասի, թե մենք անկախ չենք եղել, մենք ստեղծել ենք ուժեղ երկիր, իր մշակույթով, իր սպորտով, իր երաժշտությամբ, Ճապոնիայում ոտքի էին կանգնում Արամ Խաչատրյանին տեսնելու համար, նրա երաժշտությունը հնչում էր օդանավակայաններում, բոլոր ասպարեզներում մենք նշանավոր դեմքեր տվեցինք, ինչի շնորհիվ, մեր մշակույթի շնորհիվ։ Հետաքրքիր է, ովքեր են ներկայացված այս պատկերագրքում։ Ես հիմա ձեզ ներկայացնեմ այդ անունները, որոնց նկարները, քանդակները, իբրև վերարվեստի շքեղ դրսևորումներ ներկայացված են այս գրքի մեջ։ Մարտիրոս Սարյան եւ Հակոբ Կոջոյան, խոշոր դեմքեր մեր մշակույթի, Արա Սարգսյան եւ Եղիշե Թադևոսյան, Մերկուրովը, մեր արվեստի մեծագույն դեմքերից մեկը, եւ ապա Մարտիրոս Սարյան կրկին, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու դիմանկարով, հաջորդը Մարտիրոս Սարյան, Վարհամ Փափազյանի դիմանկարը, Փափազյանը աշխարհահռչակ արտիստ, ամբողջ աշխարհով շրջած եւ աշխարհում սիրված արվեստագետ, եւ Հակոբ Կոջոյան, Կոջոյանը նկարազարդել է Ստեփան Զորյանի Հազարան բլբուլ հեքիաթը։ Այս ամենը արդեն մշակութային կյանքն է ներկայացնում։ Հաջորդը Եղիշե Թադևոսյան, Շիրվանզադեի դիմանկարը, Երվանդ Քոչար, Սասունցի Դավիթ։ Այն ինչ որ ես թվարկում եմ, սիրելի բարեկամներ, համաշխարհային արժեք ունեցող երևույթներ են։ Հայ արվեստագետները դուրս էին եկել միջազգային ասպարեզ, անունները, որ ես տալիս եմ, համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ են, ահա թե ինչի էր հասել խորհրդային Հայաստանը արվեստի ոլորտում ընդամենը 50 տարվա ընթացքում։ Շարունակենք։ Մեհեր Աբեղյան, Էդվարդ Իսաբեկյան, Ղուկաս Չուբար, Անընկճելին։ Տեսեք ինչ բացառիկ քանդակի հետ մենք գործ ունենք։ Կամքը, ուժը, համառությունը հայ մարդու մեջ, հայ աղջկա մեջ, որ Չուբարը վարպետորեն ներկայացել իր քանդակում։ Գյորգի Նալբանդյան, Ավետիք Իսահակյան։ Տեսեք ծաղկուն անուններ, շքեղ դեմքեր, որ ներկայացված են պատկերագրքում։ Գրիգոր Խանջյան,
Պարույր Սևակի անլարելի զանգակատուն պոեմի նկարազարդումները, սա իսկապես երևույթ էր հայ մշակութային կյանքում եւ կարող եմ ասել նաեւ համաշխարհային, որտեղ ամբողջ աշխարհը ճանաչում էր մեր նշանավոր դեմքերին։ Բավական է ասել, որ 56 թվականին դեռևս Պարույր Սևակի անունը հնչում էր ամբողջ աշխարհում։ Եվ երբ հունգարական ապստամբությունը տեղի ունեցավ, ապստամբները, ազատացել հունգարացիները փողոց էին դուրս եկել, նույնիսկ հաշվել են 7 ցուցապաստառով, 7-ի վրա էլ Պարույր Սևակի ազատատենչ բանաստեղծություններն էին ներկայացված։ Ահա թե ինչպիսի արվեստ ենք մենք ունեցել։ Սարգիս Բաղդասարյան, մենք, մեր սարերը, սքանչելի արվեստի չքնաղ մի գործ։ Սարգիս Մուրադյան, տնկիներ, դուք տեսեք, թե ինչ վարպետությամբ է Սարգիս Մուրադյանը ներկայացրել երիտասարդ աղջկա, գրեթե պատանու մեջ կամքը, անընկճելի զորությունը, սա Հայաստանի խորհրդանիշն է, եւ Հարությունյանի Վահագն վիշապաքաղ քանդակը, որը բացառիկ երևույթ է մեր մշակութային կյանքում։ Ես այս մեծ ծավալուն գրքից ձեզ ներկայացրեցի ընդամենը մի քանի անուն, եւ դուք պարզ տեսնում եք, ծաղկել է հայ մշակույթը, աշխարհում երևացել է հայ ժողովուրդը, եւ ահա թե ինչու, եւ ահա թե ինչպես մենք մեծ հեղինակություն, սեր ու հարգանք ենք վայելում ողջ աշխարհում։